Ղարաբաղի հետ կապված ոչ մի կառավարություն չի արել Ղարաբաղի համար այնքան, որքան արել է մեր կառավարությունը եւ դա թվերով տեսանելի եւ ապացուցելի է։ Եվ ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն ինչ արել է եւ ձեր ասած ուժերն էին, որ տոնում էին Ղարաբաղում իշխանություն վերցնելը, որ հեսա տեսեք ինչ ենք անելու եւ նրանց իշխանություն վերցնելու բոլորդ հիշում եք, ես իրադարձությունները չնկարագրեմ, ընդամենը օրեր հետո ամեն ինչ ավարտվեց։ Հիմա այդ ձեր ասած նույն ուժերը, բացարձակապես նույն ուժերը, նույնը ուզում են անել Հայաստանի Հանրապետության հետ։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Բացարձակապես նույնը։ Մի միլիմետրի տարբերություն չկա նրանց մտադրությունների մեջ, այն ինչ որ նրանք արեցին, խորհրդարանում շնորհավորում էին իրար մարդիկ, որ Ղարաբաղում իշխանությունը վերցրել են, հիմա տեսեք ինչ են անելու։ Տեսանք թե ինչ են անելու։ Մենք հստակ ծրագիր էինք առաջարկել եւ այդ ծրագիրը մերժվել է հենց ձեր ասած ուժերի հորդորով եւ ուժերի ներկայացուցիչների կողմից, ովքեր Լեռնային Ղարաբաղում ստանձնել էին իշխանություն։ Եվ ուրեմն գիտեք ինչ, Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում եւ Հայաստանի Հանրապետությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է։ 2 օր առաջ քաղաքաշինության կոմիտեի նախագահն եկել եւ հարցազեկություն։ Իմիջայլոց այս բանից հետո հիշեք, որ հրապարակ ենք։ Եվ 2000 չեմ հիշում, որ 5, 6, գուցե 10-15 կամ որևէ թվականին Հայաստանում տարա բնակեցման ծրագիրը հաստատելու process-ը տեղի ունեցել եւ կցված են փաստաթղթերը, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության փաստաթղթերը, որտեղ Հայաստանից արևելք հատվածները, Հայաստանի սահմանագծված է, այնպես ինչպես մենք արձանագրել ենք խաղաղության նախասահմանագրված համաձայնագրում, իսկ դրանից արևելք մեծ տառերով գրած Ադրբեջան։ Դա Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական փաստաթուղթն է։ Այս այդքան ակնհայտ բանը։ Մեր խնդիրն ինչ է, որ մենք ըստ էության Հայաստանի Հանրապետության ժողովրդից եւ Ղարաբաղի ժողովրդից էլ թաքցվել է իրողությունը։ Ինչի է թաքցվել իրողությունը։ Ինչի է թաքցվել 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովի իրողությունը։ Հիմա էլ փաստաթղթերը ամբողջությամբ հրապարակված են։ Էլ չկա այդ վայ հրապարակեք փաստաթղթերը։ Հրապարակված են փաստաթղթերը, բա ուր են այդ փաստաթղթերի, ինչու աղմուկ չկա այդ փաստաթղթերի մասին։ Չկա, որովհետև ամեն ինչ հրապարակված է եւ ամբողջ ճշմարտությունը դրված է ժողովրդի առաջ։ Բայց այդ